լրացումներ կատարելու մասին եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծի փաթեթը մշակվել է սպառողների պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծման նպատակով եւ նշեմ, որ ներկայացվող փաթեթի մշակումը կապված է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության հետ կնքված ՍԵՊԱ-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շրջանակի հետ։ Ներկայումս ինչ խնդիրներ են լուծում այս, այսպես ասենք, հաստափոր օրենսդրական փաթեթով, ներկայումս գործող օրենսդրությամբ բացակայում են սպառողների շահերի պաշտպանության վարչաիրավական մեխանիզմների վերաբերյալ կարգավորումներ, սպառողների շահերի դեմ ուղղված անարդար գործելակերպի դեպքում վարույթ հարուցելու եւ պատասխանատվության միջոց կիրառելու լիազորություններով օժտված կենտրոնական մարմիններ եւս չկա, սպառողների դեմ ուղղված անարդար մոլորեցնող եւ ագրեսիվ առևտրային գործելակերպ արգելող կարգավորումներ չկան, ապրանքի միավոր գնի ներկայացման կանոնները բացակայում են, սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների քննության հատուկ կարգավորումներ եւս չկան։ Ուստի առաջարկվող փաթեթով նախատեսվել են կարգավորումներ վերնշված խնդիրների լուծման նպատակով, մասնավորապես տնտեսական մրցակցության պաշտպանության մասնօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասնօրենքի նախագծով սահմանվել է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լիազորությունը որպես սպառողների պաշտպանության կենտրոնական եւ կոնտակտային հիմնական մարմին, սահմանվել է սպառողների դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ հստակ կարգավորումներ, ներառյալ սպառողների դեմ անարդար առևտրային գործելակերպի ընդհանուր բնութագիրն ու դրա առավել կանխատեսելի դրսևորումները, նախատեսվել են սպառողների դեմ ուղղված իրավախախտումների առնչության վարույթների հարուցման առիթների քննարկման եւ վարույթների քննության առանձնահատկությունները, սահմանվել է պատասխանատվություն սպառողների դեմ ուղղված իրավախախտումների համար։ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով ամրագրվել է սպառողների իրավունքների պաշտպանության շրջանակում հիմնարար նշանակություն ունեցող սպառողի ազատ ընտրության իրավունքը, սահմանվել են մի շարք հիմնարար նշանակություն ունեցող նոր հասկացություններ, նախատեսվել են սպառողների դեմ տնտեսվարող սուբյեկտի անարդար առևտրային գործելակերպի վերաբերյալ ամբողջական կարգավորումներ, ներառյալ անարդար առևտրային գործելակերպից սպառողների պաշտպանության մեխանիզմներ։ Առևտրի եւ ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվել է վաճառվող ապրանքի համար բնորոշ մեկ միավոր գնի ցուցադրման պարտադիր պահանջ, ինչպես նաեւ կարգավորումներ փաթեթավորման վաճառվող ապրանքների դեպքում ապրանքի գնի հետ միասին նաեւ փաթեթվածքի մեջ առկա ապրանքի մեկ միավորի գնի ցուցադրման վերաբերյալ։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում ենք հետեւյալը. ներկայացված փաթեթի ընդունմամբ մի կողմից կձևավորվի սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ գործող համակարգ, մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունը կապահովի ՍԵՊԱ-ով ստանձնած այս փուլով նախատեսված պարտավորությունների կատարումը, այլ կերպ ասած, մենք սպառողների իրավունքների պաշտպանության մեր ողջ օրենսդրությունը համապատասխանում ենք Եվրոպական միության օրենսդրությանը։ Մասնավորապես գնի ներկայացման կանոնների հետ կապված նոր կարգավորումներով սպառողը հնարավորություն կունենա տեսնել վաճառքի ներկայացված բոլոր ապրանքների միավորի, այսինքն 1 կիլոգրամի, 1 լիտրի կամ 1 քառակուսի գինը, օրինակ, եթե ապրանքը վաճառվում է մեծ ծավալով կամ փաթեթով, ապա սպառողը հնարավորություն ունի հասկանալ, թե ավելի շահավետ է ձեռք բերել այդ մեծ փաթեթը, թե նույն ապրանքը ավելի փոքր ծավալով։ Անարդար առևտրային գործելակերպի հետ կապված նոր կարգավորումներով լրացվել են սպառողների հիմնական իրավունքները եւ նախատեսվել են դրանց խախտման դրսևորումները, մասնավորապես արգելվում է տեղեկատվության տրամադրման մասով սպառողի նկատմամբ ցանկացած մոլորեցնող գործողություն, օրինակ էլեկտրոնային առևտրային հարթակում կեղծ քանակի դիտումներ կամ կեղծ վարկանիշ ներկայացնելը, ամրագրվել է սպառողի իրավունքների պաշտպանության շրջանակում հիմնարար նշանակություն ունեցող սպառողի ազատ ընտրության իրավունքը, սահմանվել են մի շարք հիմնարար նշանակություն ունեցող հասկացություններ, նախատեսվել է սպառողի դեմ տնտեսվարող սուբյեկտների անարդար առևտրային գործելակերպի վերաբերյալ ամբողջական կարգավորումներ, ներառյալ անարդար առևտրային գործելակերպից սպառողների պաշտպանության մեխանիզմները։ Հատկանշական է, որ սահմանվել է ապրանքի ընտրության շրջանակում սպառողի նկատմամբ ցանկացած բնույթի ճնշում կամ ագրեսիվ վարքագծի արգելք, օրինակ սպառողի տուն անհատական այցելություններ կատարելը առանց սպառողի համաձայնության կամ հեռախոսով կամ հաղորդակցության այլ միջոցներով ապրանքի ձեռքբերման ուղղված շարունակական եւ անցանկալի առաջարկներ անելը կամ գովազդում երեխային ուղղված կոչեր անելը գովազդվող ապրանքի գնելու կամ ծնողին կամ այլ չափահասին գնել համոզելու վերաբերյալ։ Կենտրոնական ու կոնտակտային մարմին ստեղծելու հետ կապված նախագծով հանձնաժողովը դառնում է սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմին իրավախախտումների դեպքում պատասխանատվության միջոց կիրառելու իրավասությամբ։ Միաժամանակ նախատեսվել է հանձնաժողովի կոնտակտային մարմնի լիազորությունը հեշտացնելու հաղորդակցությունն ու համագործակցությունը սպառողների պաշտպանության համար պատասխանատու այլ մարմինների եւ միջազգային գործընկերների հետ։ Չափազանց կարևորում ենք զգուշացման ինստիտուտի մեխանիզմի ներդրումը, ներդրվել են իրավական այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան ավելի քիչ վարչարարության իրականացմամբ կանխել իրավախախտումները կամ հասնել դրանց
վերացմանը։ Այս առումով հատկապես հիշատակելի է զգուշացման մեխանիզմը, որի միջոցով տնտեսվարողներին հնարավորություն է տրվում կանխել հանձնաժողովի կողմից վարույթի հարուցումը, այն դեպքում, երբ վերացվում է իրավախախտումը։ Արգելի պարոն Թունյան, արգելի պատգամավորներ, մենք նաև ստացել ենք մի շարք առաջարկներ ազգային ժողովի իրավական եւ տնտեսական վերլուծություններ իրականացնող մասնագետների կողմից, ինչպես նաև ես մեկ հանդիպում եմ ունեցել տնտեսվարողների հետ, որոնք մանրածախ առևտրով են զբաղվում, մասնավորապես զեղչերի մասով, եւ ուզում եմ նշել, որ առաջինից երկրորդ ընթերցում հատվածում միանշանակ ունենալու ենք փոփոխություններ, պարզապես այս փուլում սպասում ենք մեր վերջնական հանդիպմանը, որը ամսի 12-ին է լինելու, այսինքն այդտեղ ամփոփելու ենք բոլոր առաջարկները մասնավոր սեկտորի, կքննարկենք հանձնաժողովի հետ եւ կքննարկենք իհարկե գլխադասային հանձնաժողովի հետ եւ մրցակցության եւ գլխադասային տնտեսական հանձնաժողովի հետ եւ այստեղ առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություններ կանենք։ Ես կարող եմ օրինակ մի քանի այսպես ասած դերևս վիճակվող հարցերի վերաբերյալ բարձրաձայնել եւ եթե իհարկե կարիք կլինի հանձնաժողովը կարող է լսել նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կարծիքը, օրինակ մենք ունենք այսպիսի դրվագ, որտեղ ասվում է, որ եթե վիրավորանք կամ զրպարտություն կա, հանձնաժողովը կարող է չքննարկել։ Ես կարծում եմ, որ վիրավորանքի դեպքում հանձնաժողովը չպետք է քննարկի, բայց օրինակ զրպարտությունը ես համաձայն եմ ազգային ժողովի փորձագետների հետ, դա մի բան է, որը պետք է դատարանը որոշի, որտեղ զրպարտությունը դա շատ ակնհայտ չէ, դու զրպարտում ես թե չէ, դա պետք է քննություն ընթանա, հետո երևա զրպարտվել է թե չէ։ Այնինչ օրինակ վիրավորանքը շատ բավականին կարծիքով բավականին ակնհայտ է եւ բոլորս էլ իհարկե գնահատողական դաշտում է, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ վիրավորանքը շատ ավելի ակնհայտ է եւ ակնհայտ վիրավորական արտահայտություններ պարունակող պետական իշխանության մասնավոր սեկտորի այլ անձանց վերաբերյալ ակնհայտ վիրավորական արտահայտություններ պարունակող ուրեմն որոշումները իմ կարծիքով կարող են եւ չքննարկվել եւ այստեղ ես մեծ հաշվով օրինակ խնդիր ուրեմն չեմ տեսնում։ Հաջորդը դրույթը դա հետեւյալն է, դա ուրեմն միջանկյալ միջոց կիրառելու հետ կապված հարցն է։ Այստեղ կա երկու հիմնական ուրեմն դրվագ մեկը դա այն է, երբ որ մենք արդյոք օրինակ պետքա միջանկյալ միջոց կիրառի հանձնաժողովը թե ոչ, մի շարք դեպքեր գոյություն ունեն, որտեղ հանձնաժողովի կողմից միջանկյալ միջոցը մինչև եթե չկիրառվի ու գնա դա երկար դատական process-ով կարող է հանրության ու տնտեսությանը շատ մեծ ու էական վնաս հասցնել։ Ես այստեղ օրինակ կարծում եմ, որ դա պետք է, բայց կա նաև կարծիք, որ պետք է որոշակիորեն, այսպես ասած, այդ դեպքերը հստակ սահմանվեն եւ օրենքում նշվեն։ Ես այստեղ համաձայն եմ, կարելի է ավելի կենտրոնացնել, ավելի կոնկրետացնել այդ դեպքերը, որպեսզի ուրեմն հանձնաժողովը իմանա ինքը ինչ կարող է անել եւ նաեւ հանրությունը իմանա, որ հանձնաժողովը չի կարող շատ, այդպես ասած, հայեցողական որոշումներ իրականացնել։ Կամ երրորդ մասը դա ապրանքի գնի ներկայացման հետ կապված, երբ որ խախտումներ են տեղի ունենում, իրականում սա լավ կարգավորում է, ինչա ինձ զգուշացման ինստիտուտի մասին է։ Հիմա ասում է ցանկացած խախտման դեպքում պիտի վարույթ բանը հարուցվի, հիմա հանձնաժողովը հեշտ մի հատ լավ լուծում է առաջարկում, ասում է զգուշացնում ենք իրան, որ դու խախտում ես արել, եթե ինքը ընդունում է, որ խախտում է արել, 50,000 դրամ վճարում է ու բան, մենք էլ վարույթ չենք հարուցում, այսինքն դա կոպիտ ասած օգնություն է տնտեսվարողին, կարող է ինքը չգիտի, որ խախտում է արել, իրան դու զգուշացնում ես, որ դու ինքը խախտում արել, բայց 50,000 դրամ էլ վճարում է, ոչ վարույթ ես հարուցում գոչման, ոչ էլ իր տնտեսական գործունեությանը որևէ կերպ միջամտում ես։ Հիմա իրավաբանները առաջարկում են այդ 50,000 դրամին տալ իրավական գնահատական, այսինքն դա տուժա, տուրքա, վճարա, ինչա եւ այլն։ Ես սա էլ կարծում եմ, որ հստակեցման կարիք ունի, եթե իհարկե պարոն Մարկոսյանը կարող է նաեւ այդտեղ ասել, ես բոլոր կետերին կուզեի այնուամենայնիվ արագ անդրադառնալ, որոնք որ դեռևս քննարկման ուրեմն առիթ կարող են հանդիսանալ, այլ ինչ ունեինք, ունենք այսպիսի արտահայտություններ նախագծում շրջահայաց անձ, դյուրահավատություն, տնտեսական վարքագիծ, որոնք որ մի քիչ այսպես ասած գնահատողական շատ մեծ գնահատողական դաշտի մեջ են եւ եթե այստեղ էլ հանձնաժողովը իմ կարծիքն է, եթե հանձնաժողովը համարի, որ գլխադասային հանձնաժողովը, որ այնուամենայնիվ այս կատեգորիաները չպետք է լինեն եւ շատ ավելի իրավական որոշակիություն ունեցող կատեգորիաներ են պետք, ես կարծում եմ, որ այսինքն իմ համար ընդունելի է, բայց էլի այստեղ եթե պարոն Մարկոսյանը ունի ասելիք, կխնդրեմ նաեւ իրեն էլ լսենք, այլ ինչ Երևի թե այսքանն է մնացած այո
հիմնական զեղչերի մասին էլ արդեն ասացի, որ զեղչերի մասով լրացուցիչ քննարկում ալնելու առաջինից երկրորդ ընթերցում ցանկության դեպքում նաև եթե կտեղեկացնենք նաև հարգարժան падգամավորներին, եթե կուզեն իրենք էլ միանան այդ քննարկումներին, այդտեղ կարծում եմ, որ այնուամենայնիվ խնդիրներ կան արձանագրվել են, որովհետև բարդացրել ենք, այսինքն մի կողմից տենց իմ կարծիքով փորձել ենք լրիվ պաշտպանենք սպառողների իրավունքները, բայց այնքան ենք բարդացրել այդ process-ը, որ երբեմն զեղչ չեն հայտարարում որոշ տնտեսվարողներ, որովհետև այնքան, այսինքն իրական կանոնից վնասել ենք մեր խիստ կարգավորումներով։ Շնորհակալություն, պարոն Պապոյան, մինչև հարցերին ասնելը զուտ տեխնիկական բնույթի մի բան ասեմ ու խնդրեմ, քանի որ հարգելի գործընկերներ, մենք այս նախագծերը քննարկում ենք արտահերթ ռեժիմով ու մեզ մոտ ժամը 4-ին խորհրդի նիստ է, այսինքն ժամանակային սահմանափակում ունենք, որպեսզի հասցնենք նախագծերը վերջնական տեսքի բերել ու ազգային ժողովի խորհրդի ներկայացնել, դրա համար կխնդրեմ հարցերը ու ելույթները ժամանակային ռեգլամենտը պահելով տանենք առաջ։ Փորձագիտականի մասով, պարոն Պապոյան, շնորհակալություն, ես մեր փորձագիտականի մասնագետներին նույնպես հրավիրել էի, որ գային այստեղ, մենք նախագիծը բովանդակային առումով մի երկու անգամ քննարկել ենք, իհարկե էլի հարցեր կան, բայց իրավական հատկապես հարցերը, քանի որ մի քիչ ավելի երկար ժամանակ են պահանջում, ես առաջարկում հիմա դրանց վրա չկենտրոնանանք, մանավանդ որ մոտեցումը այնպիսին է, որ հաշվի առնվելու են առաջարկները ու եթե մանավանդ հանդիպում է լինելու տնտեսվարողների հետ, այդ հանդիպումից հետո արդեն մենք էլի մի հատ էլ կհանդիպենք, թե իրավական, թե բովանդակային մասերի վրայով կանցնենք առաջինից երկրորդ ընթերցում։ Հիմա խնդրեմ, եթե հարցեր կան, Ծովինար Վարդանյան, հետո Արուսյակ Մանարոյան։ Շնորհակալություն։